Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 14-ն է, այս հաղորդման ընթացքում կրկին խոսելու ենք հիմնականում պատերազմից, որը որ հիմա տեղի ունենում Իսրայելի և Իրանի միջև։ Երեկվա մեր հաղորդումը կարևոր էր, վերջում երբ որ մենք անդրադառնում էինք արդեն Իրանի կողմից Իսրայելին հարվածների մասին, բայց մենք հասկանում ենք, որ քանի որ ուշ ժամ էր եւ արդեն հաղորդումը սկսել էի, բնականաբար չէինք կարող երկարաձգել այդ հաղորդումը մի 2 ժամ, որպեսզի ներառեինք այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ հրթիռային հարձակումից հետո կամ հրթիռային հարձակման ժամանակ։ Հետևաբար փորձելու ենք հիմա ավելի մանրամասն անդրադառնալ այդ հրթիռային հարվածին, որը որ երեք Իրանը կարողացավ իրականացնել Իսրայելի դեմ, ինչը չափազանց կարևոր էր։ Նշեմ, որ բավականին հստակ թիրախային հարվածներ հաջողվեց հասցնել Իրանին, 2 անգամ Իրանը կարողացավ հրթիռներով հարվածել Իսրայելի պաշտպանության նախարարության։ Դա աննախադեպ իրավիճակ է Իսրայելի համար։ Դրանից բացի Դեմոն կոչվող ռազմաբազային եւս կարողացավ հարվածել Իրանը, որտեղ որ Իսրայելը պահում է ատոմային զենքը։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը ատոմային զենք ունի, որտեղ ունի, բայց կարծես թե պաշտոնապես ոչ ոք չի հաստատում, որ Իսրայելը ատոմային զենք ունի, բայց բոլորը դրա մասին գիտեն։ Եվ Իրանին հաջողվեց նաև այնտեղ հարված հասցնել, թե ինչ վնաս է կրել այդ ռազմաբազան, դժվար է ասել, դրանից բացի կան հստակ տեղեկություններ, որ Իրանը կարողացել է հարվածել նաև այն ավիաբազաներին, որտեղ որ Իսրայելը պահում էր F-16-ներ եւ F-35 ինքնաթիռներ։ Կարևոր է այստեղ նշել, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը չի կարողացել բոլոր հրթիռները օդում որսալ եւ խոցել, եւ բազմաթիվ ավերածություններ կան Իսրայելում, հատկապես Թել Ավիվում։ Նախնական տվյալներով 3 հոգի խաղաղ բնակիչ է զոհվել, 60-ից ավել մարդիկ վիրավորվել են։ Իրանական տվյալների համաձայն Իսրայելի հարձակման հետևանքով Իրանում 70-ից ավել խաղաղ բնակիչ է զոհվել եւ ավելի ու ավելի շատ վիրավորներ կան։ Կարևոր է այստեղ նշել, որ Իրանը ցուցադրում էր նաեւ հետաքրքիր կադրեր, թե ինչպես Սուզանավերից առաջին անգամ կարողանում է բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Նաեւ կարևոր է նշել, որ կային կադրեր եւ այդ կադրերը կարծես թե արդեն հաստատվում են, որ Իրանին հաջողվել է նաեւ իր հակաօդային պաշտպանության ուժերի միջոցով խոցել F-35 ինքնաթիռ, այն ինքնաթիռը, որը որ մինչև հիմա անխոցելի էր համարվում, եւ այդ ինքնաթիռը կարողացել են կարծես թե, բայց տվյալները դեռևս ամբողջական չեն, կարող է F-16-ը խոցվել ներկայացնում են որպես F-35, բայց ներկայացվում է եւ կարծում եմ դա շատ հեշտ կլինի շուտով ապացուցել 35-եր թե F-16 ինքնաթիռ։ Այդ կադրերը տեսանյութը եւս կա։ Իրանական տվյալներով 2-ից 3 կործանիչ են կարողացել նրանք խոցել իսրայելական, նաեւ կան գերեվարված թաչուներ, նրանց թվում կա նաեւ մեկին օդաչու։ Այստեղ կարևոր է նաեւ նշել, որ Իսրայելն էլ իր հերթին շարունակել է ռմբակոծել Իրանը, նրանք վաղ առավոտյան ռմբակոծել են այն հատվածները, որտեղից որ Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, այսինքն հիմա ավելի պարզ եւ լավ ձևով ֆիքսում են եւ գալիս ու ոչնչացնում են իրանական հրթիռները։ Սա այն ամենից, թե ինչ է կատարվում իրականում, եթե ռազմի դաշտ ասենք, թե պատերազմ ասենք, մի փոքր այլ ձևի ռազմական գործողություններ են, այսինքն զինվորականների միջև ուղիղ բախում չկա գետնի վրա եւ այն ինչ տեղի ունենում հիմնականում օդում։ Իսրայելը իր ինքնաթիռների միջոցով հիմնականում ռմբակոծում է Իրանը, Իրանն էլ իր հրթիռների միջոցով հարվածներ է հասցնում Իսրայելին։ Սա է այսօրվա պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջև։ Կարևոր է այստեղ նշել, որ Նատանզեում ռադիացիոն ֆոնը բավականին լուրջ ձևով փոխվել է, վատացել է իրավիճակը եւ դա նշանակում է այն, որ Իսրայելին հաջողվել է այնուամենայնիվ խոցել Իրանի ատոմային օբյեկտները։ Այստեղ կարևոր է նշել մեկ բան, տարբեր մեկնաբանություններ տեսա մեր տարբեր հաղորդումների տակ պարոն Չերնոմորյանի հետ քննարկումից
հետո կարևոր է այստեղ նշել մեկ շատ պարզ հստակ բան։ Ես պարոն Չերնոմորյան չգիտեմ, կարծում եմ նա նույնպես, ես միանշանակ չեմ աջակցում Իսրայելին կամ Իսրայելի գործողությունները, բայց հստակ հասկանում եմ, որ Իսրայելի հետևում կանգնած է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հասկանում եմ նաև այն, որ Իրանի հետևում կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը եւ այլ ուրիշ ավտորիտար ռեժիմներ։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք կանգնած են Իսրայելի հետևում, ու իրենք հիմա սկսեն միջամտել այս գործընթացներին, ապա միանշանակ աշխատելու են այն ուղղությամբ, որպեսզի Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա։ Իսկ եթե ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, դուք ինքներդ դատեք, լավ է դա մեզ համար թե վատ։ Հա, Իրանը շատ լուրջ ձևով հիմա աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականության։ Ասում է, որ Իրանի համար դա կարմիր գիծ է։ Միանշանակ դա մեզ համար չափազանց կարևոր է եւ ողջունելի է։ Եվ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները հիմա երեք չաջակցեին Իրանին իրենց հայտարարություններով, նույնը լինելու էր միևնույն է։ Իրանը իր դիրքորոշումը չէր փոխելու Հայաստանի մասով, քանի որ Հայաստանի համար չէ, որ նա այդ դիրքորոշումը ունի, եւ մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ Իրանի դիրքորոշումը այդպիսին է Հայաստանի մասով։ Իրանի համար Հայաստանը շատ կարևոր կապ է դեպի Եվրամիություն, դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Դա շատ կարևոր է հասկանալ։ Ես փորձում եմ բացել այնպիսի մի թեմա, որը որ բավականին բարդ է, եւ շատերը հիմա խոսում են, որ վտանգները մեծանում են Հայաստանի համար։ Եթե Իրանը թուլանա, Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից, ստեղծված իրավիճակից, ինչպես նաև Թուրքիան։ Բայց կարևոր է այստեղ մեկ բան հասկանալ, որ Իրանի ցամաքային ուժերը, ինչպես ես արդեն նշեցի, ոչ մի գործողության այս պայմանությամբ չեն մասնակցում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իրենք մասնակցեն եւ ներգրավեն Իսրայելի դեմ հնարավոր պատերազմական գործողություններին, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չորոշեն ցամաքային օպերացիա իրականացնել Իրանի դեմ, ինչը շատ անհավանական է, կարելի ասել։ Հետևաբար կան զորքեր եւ զինված ուժեր, որոնք որ շատ թարմ են մնալու այս պատերազմի ընթացքում։ Իրանի հրետանին, Իրանի ցամաքային ուժերը եւ մի շարք այլ ուժեր, հրթիռային ուժերից բացի, օդուժից բացի, մնացած ուժերը հիմնականում թարմ են մնալու Իրանի եւ Իրանը այնուամենայնիվ մեծ հզոր ուժ եւ պոտենցիալ է ունենալու պաշտպանելու իր շահերը, եթե Իրանի նկատմամբ ցամաքային ոտնձգություն տեղի ունենա, եւ հետեւաբար այն, որ Սյունիքը կարմիր գիծ է Իրանի համար, դա այդպես էլ կմնա, եւ Իրանի ուժերը կարծում եմ կբավարարեն, եթե կարիքը ունենա Հայաստանին օգնելու, որպեսզի Իրանը չկտրվի քաղաքակիրթ աշխարհից։ Բայց կարևոր է այստեղ հասկանալ մեկ բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միանշանակ հետապնդելու են իրանական ռեժիմի փոփոխություն իրականացնելու գաղափարը։ Ես գրեթե դրանում համոզված եմ։ Ես նույնիսկ որպես ապացույց հիմա կարող եմ ձեզ միացնել Բենյամին Նետանյահուի խոսքերը, թե ինչ ուղերձ է նա հղել Իրանի ժողովրդին։ Հիմա լսենք, թե ինչ է ասում Բենյամին Նետանյահուն, եւ հետո կրկին շարունակենք մեր հաղորդումը, հասկանանք, թե իրականում ինչ սպառնալիքներ են առաջանում Հայաստանի համար։ Այսօր երեկոյան ցանկանում եմ խոսել ձեզ հետ Իրանի հպարտ ժողովուրդ։ Մենք գտնվում ենք պատմության մեջ ամենամեծ ռազմական գործողություններից մեկի վերացնվող առյուծ գործողության ընթացքում։ Իսլամական ռեժիմը, որը գրեթե 50 տարի ճնշել է ձեզ, սպառնում է ոչնչացնել իմ երկիրը, Իսրայելի պետությունը։ Իսրայելի ռազմական գործողության նպատակը այս սպառնալիքը վերացնելն է, միջուկային բալիստիկ հրթիռների սպառնալիքը Իսրայելի համար, եւ մենք հասնում ենք մեր նպատակներին, միաժամանակ մաքրում ենք ճանապարհը, որ դուք էլ հասնեք ձեր նպատակին, ազատությանը։ Վերջին 24 ժամում մենք ոչնչացրել ենք բարձրագույն ռազմական հրամանատարների, առաջատար միջուկային գիտնականների, իսլամական ռեժիմի ամենակարևոր հարստացման կայանը նրա բալիստիկ հրթիռների զինանոցի մեծ մասը։ Ավելի շատ բան է սպասվում։ Ռեժիմը չի հասկանում, թե ինչ է իրենց վրա հասել։ Նրանք չգիտեն, թե ինչ է իրենց վրա հասնելու։
Իրանի ժողովուրդը Իսրայելի ժողովուրդը իսկական ընկերներ են եղել դեռս Կյուրոս մեծի ժամանակներից։ Եկել է ժամանակը, որ դուք միավորվեք ձեր դրոշի Միջայլոց նման ուղերձները կարող է կրկնվել մի քանի կանգնելով օրից ձեր նույնպես, ազատության համար չար ճնշող ռեժիմից։ եւ սա եւս Այն տեղեկատվական երբեք պատերազմի այսքան մաս է եղել։ կազմելու։ Սա ձեր հնարավորությունն է բարձրանալ ձեր ձայնը լսելի դարձնել։ Գին, կյանք, ազատություն։ Զան, զանդի։ Ինչպես ասացի 3 շատ անգամներ առաջ, Իսրայելի պայքարը ձեր դեմ չէ։ Դա ձեր դեմ չէ, դուք Իրանի քաջ ժողովուրդ, որին մենք հարգում գնահատում ենք։ Մեր պայքարը մեր ընդհանուր թշնամու դեմ է, մարդասպան ռեժիմի, որը ճնշում է ձեզ, աղքատացնում։ Իրանի քաջ ժողովուրդ, ձեր լույսը կհաղթի խավարին։ Ես ձեր կողքին եմ։ Իսրայելի ժողովուրդը ձեր կողքին է։ Ահա ինչպես տեսակ սիրելի հայրենակիցներ, Նետանյահուն իր խոսքում հստակ կոչ է ուղղում Իրանի ժողովրդին։ Եվ այստեղ հստակ երևում է, որ պլան մաքսիմումը իրենց դա Իրանում ռեժիմի փոփոխությունն է։ Իմ պատկերացմամբ ատոմային օբյեկտները, եթե ոչ ամբողջովին արդեն իսկ ոչնչացված են, ապա դրանց 60-70%-ը Իսրայելը արդեն ոչնչացրել է եւ ընդամենը մի քանի օրերի ընթացքում նրան կհաջողվի ամբողջովին ոչնչացնել Իրանի ատոմային բոլոր օբյեկտները։ Այսինքն ատոմային ծրագրի հարցը փակված է, բայց Իսրայելը պատկերացնում է, որ միայն ատոմային ծրագրի հարցով չէ, իրենք պետք է իրականացնեն ռեժիմի փոփոխություն։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում կարող է ավելանալ։ Եվ դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը վերջին 10-15 տարիների ընթացքում բավականին լուրջ ձևով թուլացել էր, ազդեցությունը աշխարհում թուլացել էր։ Սա չափազանց կարևոր ուղերձ է, ինչպես Ռուսաստանի Դաշնությանը, այնպես էլ Չինաստանին եւ ողջ աշխարհին։ Եվ եթե Իրանում իրենց հաջողվի իշխանափոխություն իրականացնել, ես պատկերացնում եմ, որ այդ գալող նոր իշխանությունները, եթե նման բան ընդհանրապես տեղի ունենա, բայց հավանականությունը դրա բավականին բարձր է, դժվար թե վատ հարաբերություններ ունենան Հայաստանի հետ։ Եվ Հնդկաստանից Իրանով, Հայաստանով դեպի Եվրամիություն ճանապարհը շատ ավելի իրատեսական կդառնա։ Իրանը դուրս կգա միջազգային պատժամիջոցներից, ինչը բնականաբար շատ ավելի լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, եւ Ադրբեջանն էլ իր հերթին իր կարևորությունը կկորցնի Իսրայելի համար։ Դա չափազանց կարևոր է հասկանալ։ Ով կարող է ինձ հակառակը ապացուցել։ Եթե չլինի իրանական վտանգը Իսրայելի համար, եթե չլինի Իրան-Իսրայել հակադրությունը, ապա ինչին է պետք Ադրբեջանը մեծ հաշվով Իսրայելին։ Նա կարող է նավթ, գազ վաճառելու իմաստով եւ այլ հարցերի շուրջ համագործակցեն, բայց իր հիմնական կարևորությունը, ստրատեգիական նշանակությունը միանշանակ Ադրբեջանը կորցնելու է։ Դրանից բացի, իմ համոզմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները դժվար թե թույլ տան ամեն ինչ կամ թե չէ ամեն ինչ անելու են, որպեսզի Ադրբեջանը հիմա չօգտվի առիթից եւ ագրեսիա չիրականացնի Հայաստանի նկատմամբ։ Դրա մասին է խոսում նաև այն, որ Nvidia-ն այդպիսի մեծ ծրագրի մասին հայտարարեց Հայաստանում։ Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ օրինակի համար Ռուբեն Վարդանյանի դատապաշտպանը, որը որ գտնվում է Միացյալ Նահանգներում, հստակ ասում է, որ Դոնալդ Թրամփը բավականին լուրջ ճնշում է գործադրում, ավելի ճիշտ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավականին լուրջ ճնշում է գործադրում Ալիևի վրա, որպեսզի նա ազատ արձակի հայ ռազմագերիներին եւ քաղաքական բանտարկյալներին։ Շատ մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա եւ ասել են Ադրբեջանին կամ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ Հայաստանի հետ ազատ արձակեք քաղբանտարկյալներին եւ գերիներին կամ այդ պահին ստորագրման պահին պետք է ազատ արձակեք ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Եվ այդ հայտարարությունից հստակ հասկանում ենք, թե ինչպիսի լուրջ ճնշում է գործադրում Ամերիկայի Միացյալ Նահանգները գերիների մասով եւ քաղաքական բանտարկյալների մասով։ Ուր մնաց, որպեսզի խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի մասով։ Այդ մասով ավելի մեծ եւ ավելի ահռելի ճնշումներ է միանշանակ գործադրում Ամերիկայի Միացյալ
նահանգները։ Կրկնեմ, եթե Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, այն կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ Այն կթուլացնի նաև Ադրբեջանի դիրքերը այն առումով, որով որ այն ուժեղ է Իսրայելի միջոցով, Իսրայելին հետաքրքրելու առումով։ Բայց ռիսկեր իրականում կան, եւ ռիսկերը ասեմ որտեղ են։ Ըստ ինձ, եթե այս կոնֆլիկտը խորանա եւ երկար դիմադրություն ցուցաբերի Իրանը, Իրանի այս իշխանությունները, չնայած որ տեխնոլոգիապես բավականին լուրջ ձևով զիջում են Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այդ հրթիռներով հարվածներին մի նայեք Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը շատ լավ հաշվարկել էր այդ ամենը, շատ լավ հաշվարկված է եւ հաշվարկներից ոչինչ դուրս չի եկել, գրեթե համոզված եմ։ Ու այստեղ շատ կարեւոր է հասկանալ մեկ բան, որ եթե պատերազմը շարունակվի, ապա կայունացում կարող է լինել իրանական տարբեր շրջաններով։ Եվ ահա այդ ժամանակ կարող է Ադրբեջանին իրավունք տան, որպեսզի այն ադրբեջանցիների հետ սկսի անջատողական աշխատանքներ արագացնել Ադրբեջանը, որոնք որ արդեն դրանց փորձը կարծես թե ունի եւ ակնարկնել արվում էր մի քանի տարի առաջ։ Այսինքն այդ շրջաններում, որոնք որ սահմանակից են նաեւ Հայաստանի հետ, կարող է լուրջ ապակայունացում տեղի ունենա, ինչը շատ մեծ եւ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Ահա այդտեղ եմ ես տեսնում մեզ համար ավելի լուրջ վտանգներ, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում ցավոք սրտի։ Այսինքն անջատողական տրամադրություններ իրանական Ադրբեջանի այն շրջաններում, որտեղ որ հիմնականում բնակվում են ադրբեջանցիներ, դա ՏԲԽ-ի Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից միանշանակ։ Եվ այդտեղ շատ վատ կլինի մեզ համար։ Երկրորդը այն է, որ եթե Իրանում ընդհանուր առմամբ քաոս ստեղծվի Իրանում, Իրաքի եւ Սիրիայի օրինակով, ապա տարբեր խմբավորումներ են մտնելու Իրան եւ տարբեր խմբավորումների միջև է բաժանվելու Իրան, այսինքն կարող է նաեւ քաղաքացիական պատերազմի նման ինչ-որ մի բան տեղի ունենա, ինչը կրկին նոր շատ լուրջ եւ շատ մեծ վտանգներ է ստեղծելու Հայաստանի համար։ Ըստ իմ պատկերացմամբ վտանգները դրանք են, որոնց շուրջ այսօր Հայաստանի հասարակական եւ քաղաքական դաշտում որևիցե քննարկումներ չկան, սիրելի հայրենակիցներ, բայց չափազանց կարեւոր է, որ այս քննարկումները լինեն եւ մենք նախապատրաստվենք ահա այդ վտանգների։ Սակայն եթե կրկնեմ ամեն ինչ շատ արագ եւ շուտ ավարտվի, ամենալավագույն սցենարով մեզ համար, նաեւ այս ընթացքում թուլանան Իսրայելի ռազմատեխնիկական հնարավորությունները, որքան հնարավոր է շատ Իրանը կարողանա թուլացնել ռազմատեխնիկական հնարավորությունները եւ Իրանում էլ իր հերթին պատերազմի արդյունքներով ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, կարծում եմ դա միայն ու միայն բխելու է մեր ազգային եւ պետական շահերից, թե Վրաստանի եւ թե Հայաստանի։ Այս պայմանությամբ այսքանը, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։